Սիմոնյան, գիտեք, որ հայ հեղափոխական դաշնակցությունն արդեն ազդարարել է, թե ինչ ձևաչափով է մասնակցելու 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին, ըստ Իշխան Սաղաթելյանի դաշինքային։ Ըստ ձեզ, պարոն Սիմոնյան, ինչն է պատճառը, որ 136-ամյակա շուտով բոլորող կուսակցությունը որոշել է դաշինքային տրամաբանությամբ մասնակցել ընտրություններին, այլ ոչ թե անձամբ սեփական դեմքով, եւ այս համատեքստում մի հարց Հայաստան խմբակցության ձեր գործընկերները օրերս եղել են Գեղարքունիքի մարզում եւ խմբակցության անդամ պարոն Լևոն Քոչարյանն այսպիսի միտք է արտահայտել. կամ ժողովուրդն իր ապագան տնօրինելու իրավունքը կվերցնի իր ձեռքը, կամ այն կտնօրինի Թուրքիան եւ Ադրբեջան։ Ձեր մեկնաբանը։ Նախ դաշնակցության մասնակցության հետ կապված իրանց գործն է ինչ ֆորմատով ուզում են մասնակցեն, մի բան ինձ համար միանշանակ է, ես չեմ ուզում սա համարեք ինչ որ քաղաքական հակառակորդին հարվածելու կամ ինչ որ ձևով մեղադրելու բան, ես վստահ եմ, որ այն ներկայացվածությունը, որը որ Հայաստան դաշինքը այսօր այստեղ ունի, էլ չի ունենալու, կարծում եմ, որ միգուցե հնարավոր է ինչ որ փոքրակազմ չափով ներկայացված լինի, մինիմալ շեմը հաղթահարի, այն էլ այն պատճառով, որ նոր ընտրական օրենսգրքով, որը որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից է ընդունվել եւ արվել է ժողովրդավարության զարգացման տրամաբանության մեջ, այլևս կուսակցությունների համար անցողիկ եւ դաշինքների համար անցողիկ շեմը մեկական տոկոսներով իջեցրել է, այդ բանի բերումով միգուցե իրանք հնարավորություն ունեն մինիմալ բանով անցնել, ոնց որ հիմա պատիվ ունեմ նա անցել, էլի մեր փոխած մեր բանով, որ պիտի երրորդը լինի, իրանք եկել անցել։ Ինչ որ Լևոն Քոչարյանի հայտարարություններին ես չեմ համարում, որ ինքը լուրջ քաղաքական գործիչ է, որին ես պետք է մեկնաբանեմ, եւ որովհետեւ մեկնաբանություն չունեմ, չեմ էլ ուզում անկեղծ ասել։ Ես գալու եմ, չէ, գալու եմ այդտեղ, չէ։ Չէ, սրա շարունակություն է, հիշիկ ասես։ Այսինքն ընտրությունների Ասա, ես յուրաքանչյուր թեմայի պատրաստ եմ արել։ Հիմնական օրակարգը կառուցվում է ադրբեջանա-թուրքական նարատիվի շուրջ, էլի հասարակությանը վախեցնելու։ Դե իրանք մնացել են հին տրամաբանության մեջ իրենց այս ժամանակահատվածը աշխատանքային որևիցե բան չի սովորեցրել, որովհետև անհնար է այլևս խոսել պատերազմի եւ հարևան երկրներից որևիցե մեկի նկատմամբ ինչ որ տարածքային պահանջների մասին։ Տեր-Ռոբերտ Քոչարյանը դրա մասին խոսեց վերջի իր ասոցիացիի ժամանակ, ասեց դա շատ վատ է, որ դու քեզ պարփակում ես 29743 քառակուսի մեջ, ինչ որ ձևակերպում մոտավորապես եմ հիշում, բայց ասածը հենց միտքը դա էր եւ ինչ ասեմ, թող անեն այդ առաջարկը հայ ժողովրդին գնան, ասեն դե մենք գալիս ենք, հարձակվելու ենք, պատերազմ ենք սկսելու, այլ դիվանագիտություն ենք անելու, մենք երբ որ մենք այլ Ռուսաստանի հետ այլ հարաբերություններ կկառուցենք, թող առաջարկը անեն, հայ ժողովուրդը կորոշի, բայց կարծում եմ մերժելա ու մերժվելու է։